Կամավորական հրշեջ փրկարար ջոկատներն աշխատում են, մինչև պրոֆեսիոնալ փրկարարները հասնեն դեպքի վայր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է կամավորական հրշեջ փրկարարների ստորաբաժանումներ հիմնել։ Նման 13 ստորաբաժանում արդեն կա Հայաստանի 9 մարզում, գործող է դեռ 11-ը։ Հայաստանի Հանրապետության մարզերում առկա են համայնքներ, որոնք հրշեջ փրկարարական ստորաբաժանումներից գտնվում են 30-ից 40 կիլոմետր հեռավորության վրա, որն էլ դժվարեցնում է դեպքերի արձագանքման արդյունավետությունը։ Այդ իսկ պատճառով փրկարար ծառայությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության հեռավոր մարզերում հիմնել կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր։ Այդ հենակետերից երկուսը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում և Արարատի մարզի Լուսաշող համայնքում նախատեսվում է գործարկել 2026-ին։ Հրշեջ փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը կարևոր է արագ արձագանքման, մարդկային կորուստների նվազեցման համար։ Այս տարի կամավորական հենակետ հիմնվել է Ծաղկաձորի Մեղրաձոր բնակավայրում Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ։ Այդ ժամանակ Ճապոնիայի դեսպանը նշել էր, այս նախագիծը վերաբերում է Հայաստանում կամավորության ոգու զարգացմանը։ Այս նախագիծը վերաբերում է ոչ միայն արտակարգ իրավիճակներին արձագանքելուն, այլև Հայաստանում առկա կամավորության ոգուն։ Այստեղ քաջ անհատներն առաջ են գնում ոչ թե պարգևի, այլ պատասխանատվության համար։ Այն վերաբերում է համայնքների դիմադրողականության ամրապնդմանը, որոնք բացել են իրենց սրտերը Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Հոկտեմբերի 10-ին շահագործման է հանձնվել նաև Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ փրկարարների հենակետը։ Այն կգործի համայնքի Մեծ Պարնի բնակավայրում։ Տարբեր համայնքներից ցանկացած բնակիչ կարող է դիմել ու դառնալ կամավոր փրկարար։ Կամավորները ընդգրկված են հարակից բնակավայրերից։ Նպատակը, եթե հարակից բնակավայրերում մենք ունենում ենք դեպք, հենակետերում ունենում ենք մենք պարտադիր հերթապահողներ։ Հրշեջ ավտոբակը վերցնում է եւ մեկնում է այդ համայնք։ Միևնույն ժամանակ իր ճանապարհի ընթացքում այդ համայնքի կամավորներն ազդարարվում են ու մոտենում են մեքենային։ Մեքենայի մեջ լինում է իրենց ամբողջ հագեցվածությունը, այդ թվում նաև պաշտպանիչ հագուստ հանդերձանքը։ Այսինքն բնակիչը դիմում է իր համայնքի ղեկավարին, որպես կամավոր իր անդամագրումը կազմակերպում է Կարմիր խաչը փրկարար ծառայության միջոցով։ Հրշեջ փրկարարական կամավորները անցնում են համապատասխան ուսուցում, ինչպես արտերկրից ժամանած մասնագետները, այնպես էլ Կարմիր խաչի մասնագետների եւ փրկարար ծառայության մասնագետների ծառայողների կողմից։ Նրանք ուսուցանվում են փրկարարական գործ, հրդեհաշիջում, ինչպես նաև առաջին օգնություն, որից հետո կամավոր հրշեջ փրկարարները հանձնում են փրկարի որակավորում, ստանալով փրկարարի կարգեր։ Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ փրկարարները ևս ստացել են այդ որակավորումը։ Փրկարար ծառայությունը բացի ուսուցումից ու որակավորումից նաև մեքենաներ է նվիրաբերում համայնքներին։ Կամավորական ջոկատներում փրկարարների սահմանված քանակ գոյություն չունի։ Օգտվում են ապահովագրությունից։ Աստված մի արասցե դեպքի ժամանակ եթե որևիցե դեպք է լինում, կամավորը տուժում է, ամբողջ ծախսերը, բուժման ծախսերը հոգում է ապահովագրությունը։ Հենակետերը իրականացնելու են կանխարգելիչ միջոցառումներ, մինչև հիմնական փրկարարական ուժերը ժամանեն։ Փրկարար ծառայությունը արդյունավետ է համարում կամավոր հրշեջ փրկարարական հենակետերի ստեղծումը։ Մերի Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։